Շատերին ամենաշատը զարմացնում է այն փաստը, որ ես ոչ թե բժիշկ եմ, այլ ճարտարապետ։ Բայց իրականում ճարտարապետությունը դա առաջին հերթին համակարգված մտածելու ունակությունն է, ինչը ինձ շատ օգնում է իմ ստարտափը կառուցելիս։ Մասնագիտությամբ ճարտարապետ, իսկ ստարտափ միջավայրում դոկտորյանի համահիմնադիր Իրինա Ղազարյանն է։ Իր համակարգված լուծումներով նորարարությունը տեղափոխել է առողջապահական ոլորտ։ Դոկտորյանի գաղափարը հայտնվել է 2020 թվականին, մինչև COVID, եւ դեռ չէին պատկերացնում ինչ փոփոխությունների է ենթարկվել առողջապահական ոլորտը։ Գաղափարը հետեւյալն էր՝ մի օր, մի երեկո ես եւ հայրս, ով բժիշկ է, քննարկում էինք ընթացիկ խնդիրները եւ հերթական անգամ գիշերվա ուշ ժամին նա զանգ ստացավ։ Ու դա եղավ մեր առաջին միտքը, որ արդյոք կարող ենք ստեղծել մի համակարգ, որպեսզի բժիշկները աշխատանքից հետո վայելեն իրենց անձնական կյանքը, այլ ոչ թե պատասխանեն զանգերին։ Հենց այդտեղից ծագեց դոկտորյանի գաղափարը ստեղծել մի հարթակ, որտեղ պացիենտները կգնան բժշկի առանց զանգի, իսկ բժիշկները կունենան իրենց անձնական ժամանակը։ Բայց այն բոլոր դոկտորները, ովքեր խիզախեցին հենց առաջներում մեզ հետ աշխատել, կարծում եմ նրանց համար դոկտորան դարձել է որոշակիորեն անփոխարինելի։ Այս պահին մենք արդեն համագործակցում ենք ավելի քան 1000 դոկտորի հետ Հայաստանում։ Եվ մանկաբույժներ, գինեկոլոգներ, սրտաբաններ, վիրաբույժներ, բոլոր մասնագիտությունների բժիշկների հետ աշխատում ենք եւ ամեն բժշկին ըստ իր մասնագիտական առօրյայի փորձում ենք հարմարվել եւ տալ այնպիսի գործիքներ, որոնք իրար առօրյան ոչ թե կբարդացնեն որոշակիորեն, քանի որ շատերը մտածում են, որ մի նոր գործիք օգտագործելը կարող է բարդացնել իրենց առօրյան, այլ հակառակը կհեշտացնի։ Դոկտորյան ստարտափը երկու առանձին հավելվածների միջոցով տրամադրում է հարթակ բժիշկներին եւ բուժառուներին։ Առցանց հարթակը մի կողմից խնայում է բժիշկների ժամանակը, համակարգված դարձնում կապը այցելուների հետ եւ ապահովում հանգիստը ոչ աշխատանքային ժամերին։ Մյուս կողմից այն հեշտացնում է մարդկանց կյանքը, հնարավորություն տալով խուսափելու հերթերից եւ ավելի արագ գրանցվելու նախընտրած մասնագետի մոտ։ Այս պահին արդեն մենք ավելի քան 35000 օգտատեր, ովքեր ակտիվ օգտվում են հավելվածից, ամսական հազարավոր գրանցումներ ենք ունենում։ Իհարկե հայերս մենք չենք սիրում շատ կիսվել մասնավորապես դրական փորձառությամբ, բայց հաճախ լինում է, որ զանգում են, ասում են, ես ամիսներով չի կարողam գրանցվել բժշկի մոտ, կոնկրետ բժշկի մոտ, իսկ հիմա հավելվածով կարողացել եմ այցամրագրել, նշում են ինչքան հեշտ է առանց զանգի գրանցվել բժշկի մոտ, մասնավորապես եւ խոսքը գնում է ավելի զգայուն մասնագիտությունների մասին, որտեղ դու կարող գուցե աման չես կամ քեզ անհարմար լինի զանգել ընկերոջը, հարցնել խորհուրդ կամ նույնիսկ զանգել բժշկին այցամրագրման համար։ Դու ուզում ես դա անել արագ, հնարավորինս արագ, առանց զանգերի, առանց ավելորդ խոսակցությունների։ Կարծում եմ մեր օգտատերի կյանքը մի քանի անգամ հեշտացել է։ Նոր կապեր եւ միջազգային շուկա դուրս գալու հնարավորություններ։ Դոկտորյան ստարտափի համար նոր դռներ բացվեցին միջազգային Plug and Play աքսելերատորի Երևանյան ծրագրի ժամանակ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմակերպած ծրագրի շնորհիվ կարողացել են զարգացնել գործիքները եւ նոր թիրախներ սահմանել։ Plug and Play ընթացքում մենք որտին խիզախել, դա մի կողմից նրանից էր, որ հնարավորություն կար ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր արդեն մեզ հետաքրքրող շուկաներում ունեն կապեր, հնարավորություն էր ծանոթանալ, մեզ շատ տարբեր մարդկանց հետ ծանոթացրեցին հենց մեր թիրախային շուկաներից, ինչը իհարկե հակառակ դեպքում էլի կարվեր, բայց շատ ավելի բարդ, շատ ավելի երկար ճանապարհով մենթորշիփերի ժամանակ մենք պատմում ենք մեր պրոդուկտի մասին եւ ամեն մենթոր իր փորձից ելնելով տալիս է խորհուրդներ։ Դա կարող է լինել մենթոր, ով աշխատել է բանկային ոլորտում, կարող է լինել մարդ, ով աշխատել է առողջապահական ոլորտում, եւ մենք սկսում ենք միասին կարելի ասել քանդել եւ հավաքել մեր ստարտափը, մեզ խորհուրդներ էին տալի կամ մտածում էին ում հետ արժի մեզ ծանոթացնել, մի խոսքով շատ արդյունավետ էր, երբ որ մեկ օրվա ընթացքում դու օրինակ ունեն ես 5 mentorship session, դու դուրս ես գալի արդեն ակսելերատորից, sense լի մտքերով, գաղափարներով, ու միանգամից մեզ արագ անցնես գործի, որպեսզի սա սկսես իմպլեմենտացնել։ Այս պահին դոկտորն աշխատում է Հայաստանում, բայց Հայաստանից դուրս մենք աշխատում ենք մի շարք հայ բժիշկների հետ, ովքեր մեր հարթակի միջոցով on-line խորհրդատվություններ են անում եւ մեր պացիենտները հնարավորություն ունեն խոսել իրենց առողջության մասին հայ բժիշկի հետ, ով ենթադրենք աշխատում է Գերմանիայում։ Plug and Play միջոցով մենք փորձում ենք այս մոդելը նաև արտահանել այլ երկրներ։ Իմ կարծիքով Հայաստանը գնալով էլ ավելի գրավիչ տեղ է դառնում ստարտափ սկսելու եւ մտքերը վայելացնելու համար։ Բացի այն, որ ունենք շատ ակտիվ venture ֆոնդեր, ունենք շատ ակտիվ էկոհամակարգ, որտեղ կարող ես փոխանակվել մտքերով եւ լսել կարծիքներ, նաև ունենք ծրագրեր, որոնցից դոկտորանը օգտվել է, օրինակ դա Plug and Play-ն է, աքսելերացիոն ծրագիրը, նախարարության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհն է գաղափարից բիզնեսը, որից նույնպես օգտվել են եւ դա մեզ շատ օգնել է, հիանալի հնարավորություն է առանց բաժնեմաս գործնելու ստանալ գումար,
Եվ կարծում եմ մեր Սփյուռքի հայրենակիցներին, ովքեր փուլում են, որ ուզում են վայելացնել գաղափարներ կամ արդեն սկսել են եւ ուզում են աճել, Հայաստանը լավագույն տեղն է տեղափոխվել եւ օգտվել բոլոր հնարավորություններից։ Իրինա Ղազարյանի թիմում նոր գաղափարները իրար հերթ չեն տալիս։ Զարգացման փուլը շարունակվում է։ Առաջիկայում Հայաստանից բացի այլ երկրներում նույնպես կլսեն։ Դոկտորյանը հասանելի է։ Տեխնոլոգիական լուծումները գրավել են նաև կրթական միջավայրը։ Արսեն Ասատրյանի EdMap ստարտափը նոր եւ իրական հնարավորություններ է ստեղծում Հայաստանում։ Համալսարանական տարիներին ամեն անգամ փորձում եմ մուտք գործել աշխատաշուկա, որպես սկսնակ մասնագետ, միշտ ոնց որ մերժվում էի ու նույն ֆիդբեքն էի ստանում, որ կներես, բայց աշխատանքային փորձ չունես, մեզ պետք են մարդիկ աշխատանքային փորձով։ Ու ոնց որ ընկնում էի այդ փակ ցիկլի մեջ, չունեմ աշխատանքային փորձ, որտեղ չունեմ աշխատանք, ու չունեմ աշխատանք, որտեղ չունեմ աշխատանքային փորձ։ Ու սկսեցի փնտրել, ասացի լավ, ոնց որ որն է այդ տեղը, որ կարամ ես այդ փորձը ձեռք բերեմ։ Ու ինչ որ ժամանակ research անելուց հետո հասկացա, որ ինչ եթե մենք սարքենք այդ տեղը, լինենք այն տեղը, որտեղ մարդիկ կգան, կկիրառեն իրենց տեսական գիտելիքները ու փորձը ձեռք կբերեն, որպեսզի ավելի արագ կարողանան ու հեշտ կարողանան մտնել աշխատաշուկա։ Այդպես ծնվեց հենց EdMap սարքելու գաղափարը։ EdMap-ը առաջարկում է 3 հիմնական պրոդուկտ։ Առաջինը այդ ինտերվյու սիմուլյատորն է, որը օգնում է օգտատերերին պատրաստվել իրենց գալիք հարցազրույցին։ Երկրորդը բանակցությունների սիմուլյատորն է, որ եթե ցանկացած տեղ աշխատակից ինչ-որ կազմակերպությունում կամ ուսանող համալսարանում կամ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի մեջ է, որտեղ պետք է ինչ-որ բան բանակցի, կարողանում ես այդ ամենի սիմուլյացիան իրականացնել EdMap-ում եւ անցնել ձեռք բերելով փորձ։ Եվ ամենակարևորը աշխատանքային միջավայրի սիմուլյատորն է, որը կրկնօրինակում է բոլոր այն process-ները, միջոցառումները եւ դերերը, որ կա իսկական կազմակերպությունում EdMap-ում, որտեղ մեր օգտատերերը անցնելով ձեռք են բերում ինդուստրիալ փորձ։ EdMap ստարտափի զարգացման ուղին նոր թափ է ստացել գաղափարից բիզնես պետական ծրագրից հետո, արժանանալով 10 միլիոն դրամ դրամաշնորհի։ Սա առաջին, բայց ոչ վերջին ձեռքբերումն էր։ Դրան հաջորդեց Plug and Play միջազգային աքսելերատորի ծրագիրը, որը հավելյալ ճկունություն եւ փորձառություն տվեց ստարտափին, եւ այսպես EdMap-ը կարողացավ նոր դիրքեր գրավել տեխնոլոգիական ոլորտում։ Երբ որ տեսանք, որ Plug and Play-ը նախարարության հետ համատեղ անում աքսելերացիոն ծրագիր Հայաստանում, շատ լավ հնարավորություն տեսանք այստեղ հենց այս բացը լրացնելու համար, այսինքն ստանալ նոր հնարավորություն շփվել միջազգային մենթորների հետ, իրենցից վերցնել այն փորձը, որ կա միջազգային շուկայում ու առհասարակ պատկերացնել այդ ինչ է այնտեղ կատարվում, որովհետև այդ մեզ համար մեծ ինչ-որ փակ, sense օվկիանոս էր, որտեղ առանց այդ ամեն ինչի, երբ որ փորձենք մտնել, բավականին ցավոտ կլիներ։ Ու հենց Plug and Play-ին մասնակցելով բավականին ինքը լավ հնարավորություններ ծանոթանալ միջազգային մենթորների հետ, այդ 4 ամիսների ընթացքում շփվել իրենց հետ ստանալ feedback քո product-ի մասին, ինչպես նաև ամենակարևորը երևի Plug and Play-ի ընթացքում որ եղել է ինձ համար, այդ հենց տեղական ecosystem building-ն է, մենք ծանոթացանք տարբեր ստարտափների հետ, համահիմնադիրների հետ, ու երբ որ սկսում ես կիսվել իրանց հետ, քո խնդիրներով, քո փորձով ու լսում ես, որ նմանատիպ ինչ-որ բաներ այնտեղ է նաև կատարվում, զգում ես, որ այս ընդհանուր մի ճանապարհ է, որ գրեթե բոլոր ֆաունդերները անցնում են։ Որպես նորարարական էկոհամակարգ, EdMap-ը արհեստական բանականության միջոցով օգնում է եւ աշխատակցին, եւ գործատուին գտնելու թիրախային լուծումներ տարբեր իրավիճակներում, աշխատանքային բանակցություններից մինչև կարիերայի պլանավորում։ Կարճ ասած, մենք ոնց որ հանդիսանում ենք այն կամուրջը, որ կա կրթության եւ աշխատաշուկայի միջև ու հնարավորություն ենք տալիս մի կողմին փորձ ձեռք բերել ու ավելի արագ արդյունավետ մտնել աշխատաշուկա, իսկ մյուս կողմին տալիս ենք արդեն կադրեր, որոնք արդեն on-board եղած են իրենց հենց կազմակերպություններին ու այն մշակույթին, որ կա տվյալ կազմակերպությունում։ Հայաստանում ստարտափ էկոսիստեմը բավականին բաց է նոր սկսնակ ստարտափների համար ու բավականին իրականացում են ծրագրեր, ինչպիսիք են օրինակ գաղափարից բիզնեսը, Plug and Play-ը եւ սփյուռքահայ երիտասարդների համար, ովքեր սկսում են ցանկանում են սկսել ստարտափ Հայաստանում, լավ հնարավորություն է դիմել ներուժին ու գալ այստեղ կիսվել իրենց փորձով եւ ստանալ նաեւ support այստեղ էկոսիստեմայի կողմից։ Տարբեր ծրագրերում փորձ ձեռք բերելուց հետո Արսեն Ասատրյանին հետաքրքրում է նաեւ այն,
թե ինչ հնարավորություն է տալիս Ներուժ 6 ծրագրին մասնակցելը։ Ներուժ ծրագիրը երկու փուլ ունի՝ աճի եւ գաղափարի։ Եթե ձեր ստարտափը հաղթող ճանաչվի այս փուլերից մեկում, ապա դուք կստանաք պետական դրամաշնորհ 5-ից մինչև 30 միլիոն դրամ եւ կկարողանաք զարգացնել կամ իրականություն դարձնել ձեր ստարտափ գաղափարը։ Հայաստանում տեխնոլոգիական ծրագրերի կենտրոնում մարդն է, իր ստեղծարարությամբ եւ նորարար մտքերով։ Ներուժ ծրագիրը հենց այս մոտեցմամբ Հայաստան է հրավիրում սփյուռքահայ ստարտափների, այստեղ նոր հաջողություններ գրանցելու եւ առաջ մղելու Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը։